Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Ղեկավարությանը խփելու են, իսկ Ալիևը պատրաստվում է պատերազմի։ Իրանի դեմ պատերազմը ինչպիսի վտանգավոր գծեր է հատելու։ Երկկողմանի հարվածներ Իրանին եւ Իսրայելին։ Այս հրեշավոր պատերազմը ինչ ընթացք կստանա։ Իրանը կմասնատվի, թե Իսրայելը զենքերը վայր կդնի։ Ինչպիսի հարձակումներ են պլանավորում Հայաստանի վրա եւ Ալիևը ում հրահանգին է սպասում։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանի հետ։ Նա կարևոր ասելիքով է եկել, մնացեք մեզ հետ։ Իրանը հանդիսանում է ոսկոր, տեսեք Սև լուսինը առուծում։ Այստեղ Իսրայելի կոկորդում, որտեղ ամբողջ մոլորակների այդ աստղաբույրը կարող եմ ասել գտնում է առուծում։ Ավելի է սրվելու Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները։ Ամերիկան ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ տանել։ Դա Մեծ Բրիտանիայում են անում։ Ադրբեջան ինչի է սպասում այսօր։ Երախը բացած սպասում է, որ կողմից որ ստացվի, այդ կողմից ինչպես են լինում։ Իրանը կմասնատվի, թե Իսրայելը զենքերը վայր կդնի։ Ինձ թվում է շարունակական է լինելու։ Իսրայելը կօգտագործի Ալիևին որպես գործիք եւ Ադրբեջանից հարված կլինի Իրանի վրա։ Հացադրմանը պատասխանեմ այսպես, որ մարտի վերջ իսկ լարված է լինելու Ադրբեջանի եւ Իրանի քարտեզները։ Ձեր խոսքի մեջ այսօր շատ մտահոգություն տեսա, որոշակի վտանգավոր երևույթներ են մեզ սպասվում, այնինչ դուք այդ ամենի մասին չեք ցանկանում արտահայտվել։ Այո, իմ զգուշությամբ եմ ասում, որպեսզի չվնասեմ մեր հայրենակիցներին, բայց հայերի հարցերը լուծել են արդեն, մնացել են այդ երկու գերտերությունները։ Մինչև հաղորդումը սկսելը ասացիք, որ ղեկավարությանը խփելու է։ Կբացեք փակագծերը։ Իրականում այդ ամենը կանխատեսում էր հարգելի Արեգ ապրիլին։ Բարև ձեզ սիրելի Գայանե։ Բարև ձեզ հարգելի Արեգ։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ հատկացրեցիք եւ եկաք։ Փորձեմ օգտակար լինել մեր հանրությանը։ Կարևոր հարցերի շուրջ ենք խոսելու եւ խոսելու ենք այն ամենի մասին, թե տարածաշրջանում ինչ է կատարվում եւ այդ կատարվելիք իրադարձությունների մեջ Հայաստանին ինչպիսի վտանգներ են սպասվում։ Նախ եւ առաջ հասկանանք մեր հարևան Իրանի պատերազմը, որ շատ բուռն ձևով ընթանում է եւ շատ անարդար ձևով սկսվել է։ Ինչ սցենար է մշակվում։ Նախ նշեմ որպես աստղաբան, որ պատերազմը չպետք է սկսեին այդ ժամանակահատվածում, որովհետև սկսել են փետրվարի 28-ի մոտակայքում, իսկ փետրվարի 26-ից Մերկուրին արդեն նահանջող էր եւ ողջ աշխարհի աստղաբանները յուրաքանչյուրը իր հարթակում խոսում են եւ միշտ ենք ասում, որ նահանջող Մերկուրի ժամանակ չի կարելի նոր գործեր սկսել։ Բայց նաև այստեղ մի բայց, որ երբ որ հարթակներից մեկում հարցեցին երբ է հավանական Իսրայել-Իրան այդ պատերազմը, դա հունվար ամսին էր։ Այնտեղ իմ մոտ նշումներ կար, որ հավանական սցենարները կլինեն, ինչպես սովորաբար լինում են, երբ որ Մարսը անցնի ձկների կենդանակերպ։ Իսկ Մարսը ձկների կենդանակերպ պետք է անցներ մարտի 2-ին։ Եվ այնտեղ նշում են, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավոր է կրկին սպանդի ենթարկվի։ Իրականում այդպես էլ եղավ, բայց հարգելի Արեգ 2 ժամկետ կա։ Ապրիլին ավելի բարդ մոլորակային դիրքավորումներ ունենք, կխոսենք դրանց մասին։ Ինչ է հետաքրքիր, երբ ես դիտարկում եմ Իրանի Իսլամական Հանրապետության քարտեզը, որը ձևավորվել է, այդ պետությունը, հանրապետություն 1979 թվականին է։ Ապրիլի 1-ի դրությամբ հանրաքվե է տեղի ունեցել եւ հռչակվել է անկախ։ Այդ քարտեզում Սև լուսինը գտնվում է առուծում։ Ես պարբերաբար այստեղ խոսել եմ, ցույցել եմ տվել։ Իսկ Իսրայելի ողջ մոլորակների այսպես մի խումբ գտնվում է առուծի կենդանակերպում։ Իրանը հանդիսանում է ոսկոր, տեսեք Սև լուսինը առուծում։ Այստեղ Իսրայելի կոկորդում, որտեղ ամբողջ մոլորակների այդ աստղաբույրը կարող եմ ասել գտնվում է առուծում եւ շատ կարեւոր դիրքեր կան Մարս արև այդ քառակուսի, որը տալիս է, որ իրենք պետք է նվաճեն իրենց սեփական հողերը, բարձրացող հանգույցները այդտեղ ցուլը հողեր, ռեսուրսներ կռվի պայքարի միջոցով։ Եվ քանի որ Իրանը որքան այս քարտեզով հանդես գա, Սև լուսինը առուծում այնքան նա այսպես պարբերաբար պայքար է մղելու այդ սև ոսկու համար։ Գիտեք, ոնց որ չսպասված երեխաներ կան, չէ, որ ծնողը չի ցանկանում, խնդիրներ են, այդպիսի երեխաներ իրականում լինում են։ Սա Ուստի եթե մենք դիտարկում ենք քարտեզները, այս նույն Սև լուսինը, այս ամբողջ
լարվածությունը այստեղ է, բայց մոտակա տարիներին ավելի է սրվելու Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները։ Ես 100% հիշում եմ, որ ձեր հաղորդումներից մեկի ժամանակ ասել եմ, որ մոտակա 28-29 թվականին Իսրայելի համար բարդ մոլորակային դիրքեր են գալիս եւ նա պետք է կարողանա այդ մարտահրավերներին դիմակայել, բայց այն ինչ որ սկսել են փետրվարի 28-ին, ես չեմ հասկանում, աստղաբաններ արդյոք չկային, որտեղ աստղաբանորեն իրականում Իրանի համար բարդ էր ապրիլի 10-ի մոտակայքում 7-ից սկսած համարյա ապրիլի առաջին տասնօրյակը, այնտեղ քանի որ Իրանի արևը գտնվում է Խոյում, Նեպտունը արդեն իսկ 2026 թվականի հունվարի 26-ից անցել է Խոյ, Սատուրնը փետրվարի 14-ից է անցել Խոյ, հենց այստեղ իսկ իմ կանխատեսում հիշում եք, որ ասեցի տեղի կունենա պատերազմներ կրոնական հողի վրա, կրոնապետական։ Այդ ասպեկտները դեռևս կան, դեռևս աճելու միտում կա։ Դա ապրիլի առաջին 15 օր առաջին կեսը բարդ մոլորակային դիրքեր կան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարեց, որ այդ պատերազմը կտևի մի քանի օր եւ Իրանը ծնկի կբերվի եւ Իրանում տեղի կունենա հեղափոխություն եւ Ամերիկան կոչնչացնի Իրանի սպառնալիքը ամբողջ աշխարհի համար։ Փաստը ցույց տվեց, որ պատերազմը մի քանի օրում չավարտվեց եւ Թրամփը նաեւ հավելեց, որ մի քանի շաբաթ դեռևս պետք է։ Ինչ է նշանակում Ամերիկան ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ տանել։ Ասում եմ աստղաբանորեն հարմար չի եղել, նահանջող Մերկուրի ժամանակ կարևոր գործողություններ չեն սկսում, անում են թերի մնացած գործերը, այդ օրերին այսպիսի կարևոր մասշտաբային գործողություններ դա հնարավոր է մի կարևոր փաստ էլ, որ երբ որ սկսում են աշխատել, դա Մեծ Բրիտանիայում են անում, Ռուսաստան, Ուկրաինա այդ հարցակը, այդ իրենց այդ ընդհանուր խառնաշփոթ վիճակը, դրան այդ ամենը կանխատեսելի է, բայց քանի որ նրանց մոտ կան աստղաբանների հետ համագործակցություն, բայց դրա առաջնային նրանք կարևորություն են տալիս արդեն հետախուզություն, հակահետախուզություն, հնարավոր է այնպիսի իրավիճակ է եղել, այլևս հապաղել մինչև ապրիլի առաջին տասնօրյակ, մանավանդ ապրիլի 7-ը, 14, 15 դրանք բարդ օրեր են Իրանի համար։ Այսինքն ուզում եք ասել նաև, որ Ամերիկային եւ Իսրայելին այդքան էլ չի հաջողվի հաղթանակը։ Այն առումով, որ երկարաձգվելու է, եթե նահանջող Մերկուրու ժամանակահատվածում են սկսում եւ նա նշել է 4 շաբաթ, 4 շաբաթը դա հենց այն ժամանակահատվածը 3-ից 4 շաբաթ, 21-ից 23 օր է Մերկուրի նահանջում, իսկ Մերկուրին ձկներում նա նահանջող է, այսինքն գտնում է իր համար ոչ բարեհաճ նշանում, ձկները իլյուզիաներ, ֆանտազիաներ, ինֆորմացիան ամբողջ աղճատված է, ճշգրիտ չէ, այդ ժամանակահատվածում չգիտեմ ինչ ռիսկերի են դիմել, բայց հարմար ժամանակահատված չէ, բայց միևնույն է Մարսը երբ որ մտնում է ձկների կենդանակերպ, նրանք ամեն տարի, ես անցած 23 թվականին, չէ, 24 թվականին կանխատեսումները որ արեցի, ասի ապրիլի առաջին շաբաթ, նույնիսկ ապրիլի 12-14 նշեցի, այդ ժամանակ էլ էր Մարսը ձկներում։ 24 թվականին Այո։ Ձեզ մոտ եմ կանխատեսումները կատարել, երևի դրանից ելնելով, որովհետև հակառակ առանցքում Իրանի քարտեզում Սատուրնը գտնում է կույսում, կույսը ծառայություն, Սատուրնը ղեկավարներ, դա ռազմաքաղաքական ղեկավարությունն է, այդ իսկ պատճառով երևի այդ հաշվարկներից ելնելով կամ անհրաժեշտությունից ելնելով են արել, հստակ աստղաբանական հաշվարկներ չի արվել։ Սա ինչ պատերազմ է, անօրեն պատերազմ է, անարդար պատերազմ է, ագրեսիա է, հատկապես տեսնում ենք ինչեր է կատարվում Իրանում, մանկահասակ երեխաների սպանություններ, 200-ից ավելի աղջիկների սպանություններ, սա ինչ է, ինչու հենց սպանեցին այդ աղջիկներին, աղջիկ երեխաներին, ամենափոքր երեխան 8 ամսական էր, որը զոհվեց Իրանում, այս աղետին ինչպիսի անուն կտակ, սա ինչպիսի մարդկային եւ հակամարտկային պատերազմ է։ Պատերազմները միշտ էլ հակամարտկային են լինում, սկսած մեր համաշխարհային պատերազմները, նրանք ղեկավարները, այդ ռազմաքաղաքական ղեկավարները, բռնապետեր են լինում եւ նրանց համար իրենց նվաճողական այդ բոլոր ցանկությունները ի կատարածելն է լինում։ Դա այդ աթոռը, դա յուրաքանչյուր երկրում էլ, երբ որ մարդիկ գալիս են արդեն սովորում են այդ աթոռին, որտեղ որ նստած են լինում եւ ըստ իրենց այդ իշխանություն, իրենց այդ
իշխանությունը, որը տրվել է աթոռի միջոցով, անսահմանափակ են կարծում, բայց իրանք գործիք են համապատասխան ուժերի ձեռքում եւ այդ ուժերը համաշխարհային էլիտան է, որը ձևում է, փոխում է ողջ աշխարհի կազմը, աշխարհական։ Ուզում եք ասել, որ Ամերիկայի նախագահ Թրամփը գործիք է։ Բոլորն են գործիք, բոլոր ղեկավարները գործիք են։ Իսկ Նեթանյահուն Իրենք բոլորն է գործիքներ են։ Հայերը եւ պարսիկները հանդիսանում են Հաբեթի հետնորդները, իսկ հրեաները հանդիսանում են Սեմի հետնորդները եւ այդտեղ արդեն իսկ տարակարծություն կա։ Դեռ ժամանակին մեր քրիստոնեությունը ընդունելուց հետո, քանի որ քրիստոնեությունը համարվում է համերաշխկրոն, հայերի հարցերը լուծել են արդեն, մնացել են այդ երկու գերտերությունները։ Այսպիսի մի բան կա, երբ որ հարվածում է մեծ այդ օբյեկտների, մանավանդ դրանք հիվանդանոցներ են, հա, երեխաների հետ կապված դպրոցների վրա, այսպիսի մի խոսույթ կա, որ այդտեղ ռազմաբազաներ են լինում կամ կարևոր կենտրոններ տեղակայվում են այդտեղ, նրանք ստիպված հարձակվում են յուրաքանչյուր պատերազմի յուրաքանչյուր այդ կռվի ժամանակ եւ կարծես երկու ձմերուկ են, հա, բռնում, մի կողմից հարված են ստանում, բայց մյուս կողմից էլ իրենք հայտարարվում է, որ հարձակվել են երեխաների այդ դպրոցների ուսումնական այդ վայրերի վրա։ Ցավալիորեն մենք ուղղակի գտնում ենք այսպիսի մի կարևոր աշխարհաքաղաքական այդ ժամանակահատվածի խաչմերուկում, հուսամ, որ թշնամիները թիվս Ադրբեջանի եւ Թուրքիայի, չնայած Ադրբեջանը հիմնականում հանդիսանում գործիք, նրանք քայլեր չեն ձեռնարկի, բայց ապրիլի այդ 7-8 մինչև 16-ը, հա, բարդմոլորակային դիրքեր կան, որտեղ արդեն Մարսը իսկ անցած կլինի խոյի կենդանակերպ, բայց մի կարևոր բան, որ Իրանի քարտեզում Մարսը ձկների կենդանակերպում է այդ կազմավորման քարտեզում պետականությամբ, իսկ Ադրբեջանի քարտեզում Մարսը կույսի կենդանակերպում, բայց հենց այն ժամանակահատվածը, երբ որ կոնֆլիկտային ասպեկտներ կարող են տիեզերքում լինել, ամսի 16-ը 9, բայց 10-ի մոտակայքում է Մարսը մտնելու արդեն իսկ խոյի կենդանակերպ, հենց այդ ժամանակահատվածում։ Կներեք, առաջին կարևոր կանխատեսումս արել եմ այդ ժամանակահատվածի համար։ Ինչու՞, որովհետև Նեպտունը, որը 200 տարու մոտ նոր 200 տարի հետո է գալու խոյի կենդանակերպ, Սատուրնը 29-30 տարի հետո, խոյը կռիվ պատերազմ, Նեպտունը գազ, դրանք վառելիքն է, կապույտ վառելիքն է, Սատուրնը համաշխարհային այդ ղեկավարներն են, բռնապետերն են եւ Մարսն էլ է մտնելու հենց այդ ժամանակահատվածում արդեն Մարսը խոյում եւ նաեւ Մերկուրին է լինելու, հետո էլ ամսի 15-16-ի մոտակայքում Լուսինն եմ տեսնում 7-8 եւ 15-16-ի մոտակայքում, այդպես աստղաբույր է լինել, մոլորակների խումբ հավաքվելու է այդտեղ, աստղաբանական լեզվով դա կոչվում է ստելիում։ Հուսանք, որ կանցնենք, բայց պատերազմը երկարելու միտում ունի։ Երկարաձգվելու միտում ունի։ Մինչև մարտի 20-ը ամենակիչը։ Կարծում եք, որ մինչև մարտի 20-ը դեռ կտևի պատերազմը։ Եթե շատ ագրեսիվ չլինի, բայց ինչ է, Մերկուրին 24-25 աստիճանի մոտ նահանջելու է, գալու է մինչև ձկների կենդանակերպից ձկների սկիզբ, վերջից սկիզբ, իսկ այդ ժամանակահատվածը մինչև մարտի 20-ն է։ Ամեն դեպքում ինչպիսի ընթացք է ստանալու այս պատերազմը։ Կատաղի է պատերազմը, Նեպտունը կատաղ է, Սատուրն, Մարս, դրանք կատաղ է, խոյը կռիվ է։ Իրանին հաջողվելու է այդ հարձակումները հետ մղել, իր արիությունը ոտքի կանգնելու է արի։ Այսպիսի մի բան ասեմ, որ ուղղակի ԱՄՆ-ին իր դրած այն ծրագրերը, որը ԱՄՆ-ը նախագծել էր այս պատերազմի հետ կապված, դրանք այն հաջողության փառքը չեն բերելու իրենց, այսպես ասեմ։ Բայց այն, որ Իրանը հարվածներ է ստանալու, դա միանշանակ է։ Իսկ Իրանի հակահարվածները կարող են ավելի որոշիչ լինել եւ պատերազմի ընթացքը փոխել։ Կարող են, այո, կարող են, ամսի 20-ի մոտակայքում իրավիճակ կփոխվի։ Իրանի աստղային քարտեզը այսօր ծանր դրության մեջ է, թե պայքարող դրության մեջ է։ Ապրիլի մոտակայքում ավելի ծանրանում է, մոլորակները ամբողջությամբ խոյ են գալիս։ Այստեղ կարող եմ ցույց տալ հետագայում, այստեղ Իրանի քարտեզն է, մոլորակները սաղ ամբողջությամբ անցնում են։
պատմական դիրքեր կա։ Մինչև հաղորդումը սկսելը ասացիք, որ ղեկավարությանը խփելու են։ Կբացեք փակագծերը։ Իրականում այդ ամենը կանխատեսում էր հարգելի արեք ապրիլին։ Եթե հանկարծ որոշեն կրկին ղեկավարություն ընտրել, նրանց համար էլ է բարդ։ Մանավանդ եթե խոյի կենդանակերպի, խոյ, կշեռ, խեցգետին եւ այծեղջուր կենդանակերպի ազդեցության տակ ծնված լինեն։ Նորից ղեկավարությունը թիրախավորվելու է եւ սպանվելու է։ Այո, մոլորակները տանում են դրան, որpիսի այդ ամենը տեղի չունենա, կարծում եմ, որ նրանք կարող են ուղղակի երկարաձգել եւ հիմա ինչ են համհավաքական ինչ որ ղեկավարների խումբ է աշխատում, այդպես ուղղակի առաջ գնան մինչև ապրիլի 10-ը։ Սպանեցին զինվորական, քաղաքական եւ հոգեվոր ներկայացուցիչներին, ղեկավարներին, բայց Իրանը ասում է, որ իրենք այնքան են պատրաստված, որ յուրաքանչյուր ղեկավարի համար ունեն մի քանի տասնյակ փոխարինողներ եւ շատ հեշտորեն եւ միևնույն ժամանակ զգուշորեն կարողանում են այդ գործընթացը ապահովել։ Խոսենք նաեւ կարևորի մասին։ Օրեր առաջ Ալիևը հայտարարեց, որ Իրանը հարվածել է Նախիջևանին։ Սա ինչ է։ Միթե իրապես Իրանը հարվածել էր, չնայած որ Իրանը դա հերքեց, թե սա Ադրբեջանի ու Ալիևի հերթական սադրանքներ։ Ես այդ հարցը ինքս ինձ տվեցի տանը եւ ինչն էր հետաքրքիր, որ առանձնապես այնտեղ ցույց տվեց, որ երեխաների սպանդ է տեղի ունեցել։ Օթային քարտեզի մեջ, մենք աստղաբանության մեջ ունենք հորար աստղաբանություն, հարց ու պատասխանի աստղաբանություն, կարծես թե հստակ թիրախավորված չի եղել այդ ամենը, եթե Իրանի կողմից է տեղի ունեցել, նպատակ չեն ունեցել այդ ամենը կատարելու։ Դա հիմա Իրանի կողմից էր, թե Ադրբեջանի սադրանքներ։ Եթե Իրանի կողմից է եղել, նպատակ չեն ունեցել։ Մասշտաբային այդպես ինչ-որ։ Իսկ եթե Իրանի կողմից չի եղել, դե Ադրբեջանը հանդիսանում է եւս մեկ տարածք Իսրայելի համար, որպեսզի այնտեղ իրականացնեն Իսրայելի ապագա ծրագրերը։ Երկրորդ կարևոր այդպիսի մի ինֆորմացիա ունեմ, ձեզ մոտ էլ ասել եմ 1 տարի առաջ, որ Ադրբեջանի ժողովրդի այդ որպես ազգ, հա, նրանց 40%-ը հանդիսանում են խազարական ցեղախմբի, հրեական խազարական ցեղախմբի հետնորդները։ Ոստի դրանք առանձնապես Ալիևի կողմից ոգևորված չի լինի, որպեսզի ներգրավի պատերազմների այդ կոնֆլիկտների մեջ, բայց նա ստիպված պետք է լինի։ Իսրայելը կօգտագործի Ալիևին որպես գործիք եւ Ադրբեջանից հարված կլինի Իրանի վրա։ Հարցադրմանը պատասխանեմ այսպես, որ մարտի վերջ իսկ լարված է լինելու Ադրբեջանի եւ Իրանի քարտեզները, որովհետեւ Ադրբեջանի քարտեզում Մարսը գտնվում է ձկների կենդանակերպում, Իրանի քարտեզում Մարսը գտնվում է կներեք Ադրբեջանում հույսի կենդանակերպում, Իրանում Մարսը ձկների կենդանակերպում վերջին այդ մասը եւ տիեզերքում Մարսը գալու է այստեղ։ Դա ապրիլի 10-ի մոտակայքում է, առաջին տասնօրյակում, առաջին հատվածում եւ այստեղ կոնֆլիկտային ասպեկտներ բռնկում են հստակ ապրիլի 15-ին լուսինն է այնտեղ։ Այսինքն ուզում եք ասել նաեւ, որ մինչեւ ապրիլի 15-ը կարող է ձգվել պատերազմը։ Հենց այդ ժամանակահատվածում, եթե չձգվի, բայց սուրտ կոնֆլիկտային իրավիճակ կարող է լինել։ Իսկ Ադրբեջանը նման քայլի գնալու հավանականություն ունի, թե ոչ։ Եթե չունենա, ապա սադրանքներ կարող են լինել երրորդ երկրի միջոցով։ Հարգելի Արեգ, ես ցույց եմ տալիս ծրագրերը, չէ, հաշվարկային մեթոդը։ Ես տեսնում եմ հավանական սցենարը։ Մարսը գալիս է այստեղ, Մարսը կոնֆլիկտի մոլորակը, երկու մոլորակների Մարսի, ինչ է լինում, կարծես թե էլեկտրական հոսանքն է, չէ, դա միացվում է։ Այդ պահին միացվում է այդ եւ լարված է։ Ասվում է նաև, որ Ադրբեջանը եւ Թուրքիան տարօրինակ լռության մեջ են Հայաստանի մասով։ Ինչ վտանգներ է հնարավոր սպասել Ալիևից Հայաստանի մասով։ Այդ նույն ժամանակահատվածը, որ ես նշում եմ, դա Հայաստանի բաց թշնամիների, նաև գործընկերների այդ դաշտն է, այդտեղ լարվածություն եմ նկատում։ Ադրբեջանից հնարավոր է, որ Իրան-Ադրբեջան այդ լարվածությունը լիահույս եմ, որ այդ հարցը կարող է լինել մեր բաց թշնամիներ, դրանք նաև կոնկուրենտներ են, հայեր են,
մրցակիցներ եւ նաեւ մեր գործընկերները այդ դաշտում լարվածություն կա։ Հայաստանին անդրադառնանք, Հայաստանի շուրջ ինչպիսի աստղաբանական քարտեզ է։ Մեր վարչապետի քարտեզներ բարդ, նշել եմ, որ խավարումների միջանցքում բարդ է լինելու, նրա լուսիններ բարդ, լուսինը ես հասկացա, ինձ ուղղակի թվում էր, որ հոգեվիճակն է բարդ, հոգեվիճակը ծանր հոգեվիճակում է գտնում դեռևս այս օրերին էլ շարունակվում է, որտեղ Մարսը գալու է նրա քարտեզի լուսնի վրա, լուսինը ձկներում, սև լուսինը ձկներում, բայց փաստորեն լուսինը դա նաև կինն էր։ Նրա կիններ, նրա կնոջ հետ փոխհարաբերություն, դեռ ներքին լարվածություն հնարավոր է լինի իրենց փոխհարաբերություններում։ Իսկ եթե փորձենք ընդհանուր հասկանալ տարածաշրջանի հոգեվիճակը, այսօր տարածաշրջանի սիրտը ինչպես է զարգվում եւ ինչ վտանգավոր հետևանքներ կարող են տեղի ունենալ, բայց Հայաստանը չներգրավի դրա մեջ։ Ասեմ, որ մարտի 3-ն է եղել, մարտի 2-ին Մարսը անցել է ձուկ, 3-ին լուսնային խավարումներ, աստղաբանները ասում են բարդ լուսնային խավարում է, ձկների կենդանակերպը դա հենց հոգեվիճակն է եւ այդ հոգեվիճակը դեռևս ամբողջ աշխարհում Մարսը ձկներում, ձկները հոգեվիճակ, հոգեբանություն, Մարսը այստեղ կոնֆլիկտային իրավիճակ եւ բոլորն էլ կոտրված են, ԱՄՆ-ից են զանգում, Եվրոպայից են զանգում, այդ պատերազմը իր ազդեցության մեջ ներգրավել է երևի համաշխարհային եւ տնտեսությունը այստեղ քայքայվում։ Եթե փորձենք զրույցը ել ավելի որոշակի դարձնենք եւ հստակեցնենք, Իրանը կմասնատվի, թե Իսրայելը զենքերը վայր կդնի։ Ինձ թվում է շարունակական է լինելու։ Տարիների ընթացքում հենց այդ ժամանակահատվածում 29-30 թիվ մինչև։ Ինձ թվում է իրենք Սիրիայի ծրագիրն են մշակում երկարաժամկետ մաշող պատերազմների միջոցով։ Հրեաները ընդհանրապես Իսրայելը մաշող պատերազմների այդ քաղաքականությունը չէ վարում։ Եթե այս անգամ չստացվի, հաջորդ անգամ կփորձեն, բայց այն որ հարվածել են եւ բավականին թույլատրել են Իրանը ամբողջ եւ տնտեսությունը եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը լավ կլինի որ Իրանը փոխի իր քարտեզը նորից հանրաքվե լինի նորից հանրապետություն լինի որովհետեւ այս սև լուսինը առուծում դա իրենց սև ոսկին է որոնց լաց ու կոծ է բերելու որ ասում են սևին սքին օգտագործեք այդպիսի բան Սև լուսինը առուծում պետք է փոխվի քարտեզը միանշան մոտակա ամբողջ 1 տարին Սատուրնը Նեպտունի հետ այստեղ 1 տարին դեռևս շատ լարված է Իրանը Փորձագետներն ասում են որ ցանկանում էին ցնցել Իրանը այնինչ Իսրայելն ու Ամերիկան է ցնցումների մեջ այդպես է Այո ԱՄՆ-ն էլ է ցնցումների մեջ, բայց ԱՄՆ-ի դեպքում ես Թրամփի քարտեզում էի տեսնում, դա խավարումներն է եւ լուսնի խավարումը եւ արևի խավարումը ամսի 17-ին է, բայց լուսնի խավարումը ես տեսնում եմ, որ իր քարտեզն էլ էր բարդ, մտածում էի հարցակվողի դեպքում, բայց չէ որ նա մարդ է, չէ, իր քարտեզն էլ կարող է բարդ եւ կարծում եմ, որ ճնշումներ կան Ասում են, որ բավականին մեծ են ճնշումները հենց Թրամփի վրա, ինչը օրեցօր աճում է, նոր մտահոգությունների առիթ է, անգամ դրված է ընդհուպ իմպիչմենտի գործընթացի սկսման հարց։ Նման իրավիճակ հնարավոր է ԱՄՆ-ում ստեղծվի։ Այս պահի դրությամբ մինչև ապրիլիսկիպ շատ բարդ է, հուսանք, որ նրա վրա մահափորձ չեն անի։ Թրամփի վրա։ Հա, Մարսը ձկներում է, նրա արևը երկորյակում է։ Այսինքն մահափորձ է հնարավոր։ Հավանական։ Դրա համար էլ բունկերներում են, չէ, իրանք լինում, բոլորն էլ այդ թաքստոսներում են լինում։ Իսրայելն է ղեկավարում Ամերիկայի այս պատերազմը։ Ես կարծում եմ, դա մի ուժ է, որը ղեկավարում է, որը եւ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ իդեմս սիոնիստական այդ կազմակերպության համաշխարհային էլիտան է ղեկավարում որքան էլ որ փորձում ենք այս կողմ ենք տալիս այն կողմ ենք տալիս գոյություն ունի մի երևի մի քանիսն են բայց փաստորեն դրանք առասպելներ չեն էլի Ինչ է կարծում Իրանի թուլացումը Հայաստանի համար աղետ կբերի Անպայման Եթե տարածաշրջանը եղավ անորոշ վիճակում այո Եթե Իրանը չլինի կամ թույլ լինի կամ մասնատված լինի, Ադրբեջանին զսպել հնարավոր կլինի։ Այսինքն ինչ քայլեր կպլանավորի Ադրբեջանը։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այս պահին ուղղակի չեմ ուզում ասել է մռնչացող առույց, բայց նա մռնչացող չէ, կոկորդիլոսը ինչպես է լինում, չէ, աչքերը փակում է, այդպիսի բան ունեն, չէ, կոկորդիլոսը աչքերը փակում է, հենց հարմար պահ է լինում, հարձակվում է։
Այժմ Ադրբեջանը այդ քաղաքականությունն է, սպասման ռեժիմի վրա է։ Ադրբեջանը սպասման ռեժիմի վրա է, սպասում է հարմար առիթի, որպեսզի հարձակվի այդ թվում ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի վրա։ Այո, բայց սպաշապիկ է հագցրած։ Ով է հագցրել։ ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ն կպաշտպանի Հայաստանը։ Այո։ Հնարավոր հարձակումների դեպքում։ Ինձ թվում է, որ նախապատրաստական աշխատանքները արվել են մինչ այդ եւ այդ ստացել են այդ բոլոր ցուցումները երկուստեք, երբ որ հանդիպում եղավ ԱՄՆ-ում նաեւ փոխնախագահներ այստեղ գտնվում, այո, այս պահին զսպաշապիկ է հագած, բայց իմացեք, որ կոկորդիլոսի այդ քաղաքականությունը դեռևս գործում է։ Օրերս նաև Իսրայելը հորդորեց իր քաղաքացիներին Հայաստան, Ադրբեջան, Վրաստան մեկնել չփորձեն։ Այդպիսի բան ես չեմ լսել։ Ես լսել եմ, որ ԱՄՆ-ն է այն հստակային երկրները, որոնք մոտիկ են գտնվում Իրանին, այդ երկրներից դուրս գան իրենց քաղաքացիները, նաև դեսպանատները փակվեցին, բայց այդպիսի բան չեմ լսել։ Եթե Իսրայելը նման հայտարարություն է անում, ինչ է դրա հետևը թաքնված։ Ուրեմն մտադրություն կա։ Մտադրություն կա։ Այո։ Այդ մտադրությունն էլ հենց այդ ժամանակահատվածը ապրիլն է։ Հայաստանին ինչպիսի օրեր են սպասվում եւ Հայաստան այս տարածաշրջանային ահեղ պատերազմի մեջ ինչպես կարող է իր տեղն ու դիրքը գտնել առանց վնասների։ Մեծ խաղացողներ են խաղի մեջ ներգրաված։ Մտահոգված եք Հայաստանի պահով։ Այո, անպայման մտահոգված եմ, բայց մի քիչ հանգիստ եմ։ Դա ինչ է նշանակում։ Ինձ թվում է, որ այն երաշխիքները, որը տրվել է մեզ ԱՄՆ-ում, այդ երաշխիքները դեռևս գործում են։ Դուք հավատում եք այդ երաշխիքներին ԱՄՆ-ի։ Այո։ Իսկ հնարավոր չի Այն փոխել ժամանակ ես վախենում եմ, որ ԱՄՆ-ի թուլացման հետ մեկտեղ մեր տարածաշրջանը հենց այս մեր հարաբերությունները հնարավոր են սրվեն։ Ադրբեջանը ինչի է սպասում այսօր։ Սպասում է Ադրբեջանը, գիտեք, այսպեսի մի բան, հա, որ ունես բարեկամներ չեն, շահադիտական այդ նպատակներով գործընկերային հարաբերություններ են, բայց նրա հետ էլ ունես հարաբերություններ, այս մյուսի հետ էլ, բայց իրենք լարված այդ իրադրությունների մեջ են։ Նա սպասում է, երախը բացած սպասում է, որ կողմից որ ստացվի, այդ կողմից ինչպես են լինում գիշատիչները, չէ։ Ալիևի այդ երախը ով կարող է փակել։ ԱՄՆ։ Միայն։ Դեռևս։ Ամեն դեպքում ես ձեր խոսքի մեջ այսօր շատ մտահոգություն տեսա ու նաև զգացի, որ որոշակի վտանգավոր երևույթներ են մեզ սպասվում, այնինչ դուք այդ ամենի մասին չեք ցանկանում արտահայտվել կամ փորձում եք արտահայտվել բավականին շատ զգուշությամբ, այդպես է։ Արեք, ես ներկայացնում եմ մոլորակային դիրքերը։ Այդպես է։ Ես տեսնում եմ բարդ իրավիճակներ, բայց թե ես սպասում եմ այս պատերազմին իրականում ապրիլին։ Դուք ձեր խոսքը զգուշությամբ եք Այո, փոխանցում։ իմ զգուշությամբ եմ ասում, որպեսզի չվնասեմ մեր հայրենակիցներին, բայց լիահույս եմ մի կողմից էլ սրտիս մի անկյունում, ինձ թվում է, որ մենք այս լարված խաղից կարողանալու ենք հեշտ դուրս գալ գոնե այս անգամ։ Ես առաջարկում եմ դուք նաև ներկայացնեք հորոսկոպի եւ կենթանակերպի նշանները, քանի որ մեր հետևորդները ուշիով սպասում են եւ փորձում են ձեզ լսել եւ իրենց անելիքները կարողանան հնարավորինս ճիշտ եւ օգտակար կազմակերպել։ Համեցեք։ Մեծ սիրով։ Փորձել ներկայացնել ընդհանուր մոլորակային դիրքերը, սիրելի հետևորդներ, ցանկալի է, որ մոտ ժամանակահատվածում կարևոր գործեր չձեռնարկեք, նոր նախագծերով հանդես չգաք, սպասեք Մերկուրին ձկների կենթանակերպում արդեն իսկ ուղղվի, ամենաբարենպաստ օրերից մեկը մարտի 22-ը, հաջորդիվ մարտի 23-ն է, մի դեպքում լուսինը լինելու է ցուլի կենթանակերպում, մյուս դեպքում լինելու է երկորակի կենթանակերպում, ցուլը դա ֆինանսական ռեսուրսներն են, գումարներն են, նրանք ովքեր շատ են նեղում այս իրավիճակից, աշխարհակաղակական այս բարդ իրադրության զոհն են, պետք է ուղղակի սպասեք, կամաց մոլորակների իրենք թափ հավաքեն, մանավանդ Մերկուրին կոմերցիայի, շփման, ինֆորմացիայի մոլորակն է, որ սկսեց արագ աշխատել, կամաց ձեր գործերն էլ առաջ կգնան։ Ամսի 23-ն է կարևոր, լուսինը լինելու է երկորակի կենթանակերպում, Ուրանը ցուլում, ցուլից հավաքելու է ու այդ ինֆորմացիան, այդ ֆինանսական ռեսուրսները հետո կամաց տարածի։
նոր գործերը անպայման բիզնեսների գրանցումը, կարևոր խոսակցություններ, նախագծերը, on-line հարթակում ձեր այդ գործունեությունը եթե ծավալում եք, տան առք ու վաճառք, այն ինչ կա խորհուրդ եմ տալիս, եթե շատ շտապ չի, այդ ամենը կազմակերպեք ամսի 22-ից 23-ից հետո։ Խավարումը, լուսնային խավարումը կույսի կենդանակերպում է, այն այսպես ներգրավել էր կույս եւ ձկներ առանցքը, այն բարդ էր ձկների համար, ի վերջո սիրելի ձկներ, արդեն Սատուրնը վերջնականապես փետրվարի 14-ից անցավ խոյի կենդանակերպ, 2-2.5 տարի ձեր եւ հոգեվիճակը, եւ առողջական վիճակը, անձի նեղացում, բարդ իրավիճակներ, ի վերջո այդ ամենը անցնում է, բայց մոտակա 1 ամիս մինչեւ ապրիլի առաջին տասնօրյակը Մարսը ձկներում է լինելու, ուշադիր եղեք սիրելի հետևորդներ, բոլորդ է վերաբերում, եթե տեսնում եք անառողջ հոգեկան վիճակ ունի անձը, գինովցած է, անլուրջ մարդ է, հեռու եղեք, նաև նրանք ովքեր սիրում են օգտագործել խմիչք, ալկոհոլ, ուղղակի եթե նստեք մեքենայի ղեկին, ուշադիր եղեք, որպեսզի կոնֆլիկտների մեջ չընկնեք, Մարսը դա այն անձիկ են, այն մարդիկ են, որոնք ունեն ուսադիրներ, դրանք ոստիկաններն են, զինվորականներն են, որպեսզի կոնֆլիկտներ չլինի, որպեսզի ուղղակի կարողանաք հեշտ անցնել այս ժամանակահատվածը։ Ուրեմն ձկների եւ կույսի համար դա առաջին 7-րդ տունն է, իրենց ամուսնության, գործընկերային հարաբերությունների, միջանձնային հարաբերությունների դաշտը մոտակա 6 ամիսներ ակտուալ է լինել, բայց մինչև հենց այս ժամանակահատվածը հնարավոր է դավադրություններ, դավաճանություններ, կպարզեք, որ ձեր զուգընկերը, ձեր գործընկերը ձեզ դավաճանում է, սիրելի ձկներ, ձեր իսկ Մերկուրին ձեր առաջին տանն է նահանջում, ուշադիր եղեք, դուք ինքներդ ձեր իրավիճակը չբարդացնեք, խաբեություններից հեռու եղեք, ստորագրություններ մի դրեք, միշտ ասում եմ համացանցում ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չխաբեն եւ այլն, կարևորը դուք եւ ձեր միջանձնային գործընկերային հարաբերություններ։ Եթե մենք անցնում ենք կույս եւ ձուկ, այնտեղ կարող ենք անցնել կշեռք եւ խոյ, ձեր առողջության հետ կապված հարցերն է, սիրելի կշեռքներ, խոյեր, ուշադիր եղեք աշխատանքում խնդիրներ չունենաք, ձեր աշխատակիցները ձեզ չդավաճանեն, ինֆորմացիա չհանեն, դուրս ձեր առողջության հետ կապված հարցերն է կարող լինելու, աղեստամոքսային տրակտը պահեք, կարող եք միաժամանակ մեկուսանալ, հնարավորություն է գնացեք առողջարաններում ձեր առողջական վիճակը կարգավորեք, ի վերջո դա ձեր աշխատանքի առողջության մեկուսացման դաշտում է մինչև մարտի 20-ը, փորձեք մի քիչ ավելի զգոն լինել եւ աշխատակիցների հետ հարաբերությունները չփչացնել, որովհետեւ դրանից հետո դժվար կլինի նորմալ աշխատակիցներ ձեռք բերելը։ Այստեղ եթե նայում ենք կարիճ եւ ցուլերի մոտ 5-րդ 11-րդ տունն է, երեխաների առանցքն է, սեր, լյուբով, դեти, творчество, հնարավոր է խնդիրներ լինեն երեխաների հետ կապված, նրանց աշխատանքի, առողջության հետ կապված, աղեստամոքսային տրակտն է, կույսի կենդանակերպը, ձկների կենդանակերպը, նրանց հոգեվիճակն է, սիրելի կարիճներ, ձեր ապագա պլանների մասին լռեք, մի ասեք, մինչև Մերկուրին կսկսի առաջ գնալ, նոր ամսի 20-ից մարտի 20-ից հետո կսկսեք խոսել, սիրելի ցուրեր, դուք էլ ձեր բիզնեսի, ձեր երեխաների հաջողությունների մասին մի պատմեք ոչ միտեղ, թող Մերկուրին կսկսի առաջ գնալ, նոր մարտի 20-ից հետո կսկսեք այդ ամենը մեկնաբանել, լուսաբանել, լռեք, ուղղակի գաղտնի անցեք գործի։ Եթե անցնում ենք աղեղնավորների, երկորյակների, դա գալիս է 10-րդ, 4-րդ տուն, ծնողական առանցքն է, սիրելի հետևորդներ, սիրելի աղեղնավորներ, երկորյակներ, նրանց առողջության հետ կապված հարցերը կարող են ձեզ հուզել աղեղնավորների դեպքում հայր ծնողի մոտ, երկորյակների դեպքում մայր ծնողի հետ կապված հարցերը, այդ կտակի, ժառանգության հետ կապված հարցերը, այդ բոլոր տհաճ խոսակցությունը մի կողմ թողեք, սկսեք այդ ամենը մաքուր թղթից, դա մարտի 20-ը, 20, 21, 22-ից հետո արդեն բանակցություններ վարեք ձեր մայրիկի, ձեր հայրիկի հետ, տան առք ու վաճառքի հետ կապված բոլոր հարցերը կարող եք թողնել, եթե շատ շտապ չի, թողեք ամսի 20-ից հետո 22-23 վաճառքի համար է լավ, բանկից գումարներ վերցնելու, պարտքերը փակելու, նոր նյութական ռեսուրսներ ձեռք բերելու համար, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, հենց այդ ժամանակահատվածը ամենալավ օրերից մեկը
կկոնֆլիկտներ մարտ ամսին։ Անցանք առաջ աղեղնավոր երկօրյակ, հաջորդը դա գաս է այծեղ ջուր եւ խեցգետին, այծեղ ջուրների 9-րդ տուն, խեցգետիների 3-րդ տուն այս խավարումները այդտեղ են լինելու սիմվոլիկ դրական հնարավորություններ կա այդտեղ ջուրները հնարավոր է արտասահմանում բուհական այդ շրջանակներում ճանապարհորդելիս ուշադիր եղեք եւ դեռևս ուշադիր եղեք միշտ ասում եք գնալուց ուշադիր եղեք թղթերը անձնագրերը վերցնեք այնտեղ կեցության հետ կապված այդ հարցերը կարող եք լուծել արտերկրում հնարավոր է որոշեք ետ դառնալ կամ եթե այնտեղ ձեր վիճակը լավ չէ գործերի հետ կապված ամսի 20-ից հետո պարզություն կմտնի եւ վերջո արդեն կհասկանաք ինչ եք անում, ուր եք գնում, ինչպես եք գործում։ Սիրելի խեցգետներ, ձեր երրորդ տան է քուր, եղբայր, ձեր հարևաններն են, նրանց հետ ուշադիր եղեք, որպեսզի կոնֆլիկտներ չլինի, մանավանդ Մարսն էլ արդեն ձկների կենդանակերպում է, ուշադրություն դարձրեք մանավանդ նրանք, ովքեր արտերկրում են գտնում սիրելի ձկներ, ձեր հետ կապված սիրելի խեցգետիններ դրանք բոլորը արտերկրում Մարսին չասում եմ, չէ, ովքեր ուսադիրներ են կրում, դրանք այն մարդիկ են, որոնք ուղակի զինված են, իրենցից ուշադիր եղեք, սիրելի խեցգետիններ, հանգիստ եղաք, ամեն ինչ կարող եք անցնել։ Տեսնում եք կոնֆլիկտային մարդիկ են, տեսնում եք մեքենան մոտենում է, դրանք լարված են, նույնիսկ ոստիկանն է, չէ, մարդն էլ կարող է վատ հոգեվիճակում լինել։ Փորձեք ուղղակի այստեղ հպանցիկ անցնել, մի վախեցեք խեցգետինները հուզառատ են, հանգիստ եղեք մինչև ամսի 20-ից հետո արդեն ամեն ինչ կընկնի իր տեղը։ Վերջին կենդանակերպը, վերջինն էր դա խեցգետին այծեղ ջուր, ջրհոս եւ առուց, այո, ջրհոսների 8-րդ տունն է, առուծների 2-րդ տանն է, 8-րդ տունը դրանք հանրային գումարներն են, բանկերն են, փոխանցումներ կատարելուց ուշադիր եղեք, սիրելի ջրհոսներ, ձեզ համար կարևոր է հանրային գումարներն են, բանկերի հետ կապված, կարող է ձեր անունով գումարներ վերցնել, եթե վերցնում եք, վարկ եք վերցնում, պարտք եք վերցնում, անպայման կարդացեք այդ փաստաթղթերից, ստորագրություն չդնեք ֆինանսական ինչ-որ փաստաթղթի տակ, եթե մինչև վերջ չեք կարդացել։ Ճգնաժամային իրավիճակներ, բայց դա լուծելի է, երբ արդեն անցնի մարտի 20-ը, նաև նոր ներդրումներ, նոր այդ ներդրողներ կարող եք ներգրավել, բայց մարտի 20-ից հետո եւ սիրելի առույցներ ձեր ֆինանսների ռեսուրսների, ձեր իսպաստակած գումարների տանն է, ասում եմ նրանք, ովքեր զբաղվում են ձուկը դա նաև ծովային հանգիստն է, այդտեղ կույսը ձեր երկրորդ տունն է, այդ լարված իրավիճակը ֆինանսների հետ կապված կշարունակվի մինչև մարտի 20-ը։ Ուշադիր եղեք, կրկին անձամբ ձեր իսկ բիզնեսում, ձեր ֆինանսական դաշտում որոշակի հետընթաց կարող է նկատվել մինչև մարտի 20-ից։ Մարտի 20-ից մեր կուներն ուղղվի եւ կամաց ամեն ինչ կընկնի իր տեղը։ Շնորհակալ եմ սիրելի Գայանե, որ եկաք եւ ձեր կանխատեսումները ներկայացրեցիք։ Փորձեմ օգտակար լինել մեր հայազգին։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։ Իրանը հանդիսանում է ոսկոր, տեսեք սև լուսինը առուծում։ Այստեղ Իսրայելի կոկորդում, որտեղ ամբողջ մոլորակների այդ աստղաբույրը կարող եմ ասել գտնում է առուծում։ Ավելի է սրվելու Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները եւ Ամերիկան ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ տանել։ Դա Մեծ Բրիտանիայում են անում։ Ադրբեջան ինչի է սպասում այսօր։ Երախուբացած սպասում է, որ կողմից որ ստացվի, այդ կողմից ինչպես են լինում։ Իրանը կմասնատվի, թե Իսրայելը զենքերը վայր կդնի։ Ինձ թվում է շարունակական է լինելու։ Իսրայելը կօգտագործի Ալիևին որպես գործիք եւ Ադրբեջանից հարված կլինի Իրանի վրա։ Հարցադրմանը պատասխանեմ այսպես, որ մարտի վերջ իսկ լարված է լինելու Ադրբեջանի եւ Իրանի քարտեզները։ Ձեր խոսքի մեջ այսօր շատ մտահոգություն տեսա, որոշակի վտանգավոր երևույթներ են մեզ սպասվում, այնինչ դուք այդ ամենի մասին չեք ցանկանում արտահայտվել։ Այո, իմ զգուշությամբ եմ ասում, որպեսզի չվնասեմ մեր հայրենակիցներին, բայց հայերի հարցերը լուծել են արդեն, մնացել են այդ երկու գերտերությունները։ Մինչև հաղորդումը սկսելը ասացիք, որ ղեկավարությանը խփելու է։ Կբացեք փակագծերը։ Իրականում այդ ամենը կանխատեսում էր հարգելի արեք ապրիլի